Կամ առաջ, ոնց ասեք, լսում եմ ձեզ, ես մենակ խնդրում եմ, ու ամեն մեկը մի հատ հարցրեք, առաջինով ատա։ Երեխեք կլինի ես կոորդինացնեմ, լավ, Անի Գևորգյան։ Պարոն Արոկյան, դուք նախ ցուցակի հետ կապված, որոշակիություն չկա, առաջին, երկրորդ, երրորդ համարների հետ կապված, ովքեր են, եւ դուք ասացիք, որ չեք միանա, այսպես միասնական ընդդիմություն չի ձևավորի, դուք չեք միանա, եթե Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը որպես վարչապետ լինի, բայց օրինակ Անդրանիկ Թևանյանի ներկայությունը ձեր ծրագրի շուրջ մարդկանց մոտ կասկածներ է առաջացրել։ Ուրեմն Անդրանիկ Թևանյանը վաղուց Քոչարյանի թիմից դուրս է եկել, մանդատը դրել էր իր համար, կուսակցություն էր ստեղծել, կարող եք այդ հարցը Անդրանիկին տալ, եւ ես նայել եմ, որ այսօր այդ մարդը լիարժեք իր գաղափարը, իր թիմը, իր մոտեցումը, որը հոգեհարազատ է, հրավիրել եմ, խոսել ենք եւ լիարժեք մարդը կոալիցիա չի կազմել, այլ եկել է հանուն այս վիճակից դուրս գալու համար։ Ես ասեմ, այսօր մարդ չկա, որ մենակ կամ մի կուսակցություն կարող է այս խնդիրը կարգավորի։ Այսօր հիմնական խնդիրը պետք է միավորվեն բոլորի հետ, մեր ժողովրդի վիճակը այսօր երբեք այդպես չի եղել, դուրս եկեք դուրս, ամբողջ աշխարհի հայությունը խեղճացած, կոտրված, ընկճված, մտքերի մեջ է։ Այսօր կուսակցական հասկացությունը պետք է մոռանանք։ Պետք է լինի ազգովի, իրար կողքանը, ես ասենք, թե ինչքան որ մարդկանց հրավիրել եմ, բանի մած, որը ղեկավար է եղել, որը արդ ոլորտի պատասխանատու եղել, իրենք ասում են, որ մեզ պաշտոն պետք չի, մենք պաշտոնի համար չենք եկել, եկել ենք մեր պետության, մեր ժողովրդի համար, մանդատի համար, որ ասել եմ, կան, ասենք դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկներ, տնտեսագետներ, տարբեր պատասխանատուներ, պարոն Ծառուկյան, մենք ժողովրդին խոսք ենք տվել, որ մենք չենք եկել մանդատի համար, դրա համար մեր ցուցակը քաղաքական, ասենք իմ թիմակիցներին ենք, բայց մեր մոտ ասենք թե շատ պատրաստված, բանիմաց, խելացի, սրտացավ մարդիկ կան, որ հասկացել են, որ այսօր պետք է ազգը միավորվի, նստելով չի լինում, որ այս վիճակից մենք դուրս գանք։ Տեսեք, ձեր շանսերը Առաջին 3 համարը չասացի։ Ինչ ասեմ առաջին։ Ցուցակը։ Առաջին 3 համարը, առաջինը ես եմ, երկրորդը Թևանյանն է, Լուիզանը, անընդհատ ախիվետա պետք է փոխենք, չէ կարգավիճակը մի քիչ։ Դեռ երիտասարդ է, ժամանակ չի։ Երիտասարդ է, բայց ժողովուրդը հոգնում ամեն անգամ նույնը տեսնելու։ Պետք է փոփոխենք, հնարավորություն տանք։ Ես նորից եմ ձեզ ասում, ժողովուրդ, դուք եք հայ, ես երկրում ապրում եք, բոլորս էլ ուզում ենք լավ ապրենք։ Հիմնական խնդիրը ձեզ ասեմ, ինչ ասում եմ, դրա պատասխանատուն եմ ես, որ անպայման ցանկացած ոլորտ ով պետք է ղեկավարի, ով կազմակերպի, նա պետք է փորձառու լինի, փորձ ունենա, արդյունք ցույց տված լինի, կապ չունի կուսակցական պատկանելություն, կապ չունի ազգանունը, մարդը պետք է այդ ոլորտում աշխատի։ Բայ արդեն երկրորդ է ստալի։ Պարոն Ծառուկյան։ Կարճան կներես, տեսեք, այսինքն վստահ ասում եք, որ ձեր գերնպատակը անկախ ամեն ինչից Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ խոստանում եք, որ ոչ մի պարագայում զարդի չեք դնելու։ Զեղչ եւ սննդի առաջին պատվերի անվճար առաքում։ Պատվիրեք Yandex.Go-ի սնունդ բաժնում։ Ես մի հատ ամենայն բանը լրագրողներից, որ ասենք թե թունդ էլի ուժեղ, չէ, ես քեզ թոստուկ, կարող է սիմպաթիստի տղաց է ցավտան։ Վայ ջան։ Հիմնականը այսօր ինչ որ կա, ինչ որ ասել եմ, որից մեկը չի կարասի, բան եմ ասել, խոստացել եմ չեմ արել, չի կարա լինի։ Էլ ասենք թե ես ասենք թե ինչ զարթնի դնել, ես կարող եմ երկից ուզում եմ թողեմ գնամ, կամ իմ երեխերքին թողեմ վատ վիճակում, որ իր հոր փոխարեն ամաչեն, կամ իմ թիմը այսքան հավաքված, այսօր շրջում եմ Հանրապետության մեկ, ժողովուրդը ասենք թե Գոշնակալ ու բոլորին ասում եմ, ես ինչ ասել արել եմ, ասում են այո դու ինչ խոսք ասել ես տեր ես կանում։ Ձեր որդին հետախուզման մեջ։ Պարոն Ծառուկյան, ասում եք նոր ուժերի հետ համագործակցել, անուններ կնշեք այդ նոր ուժերի անունները եւ Նոր ուժերը ո՞րն են։ ասացիք նոր ուժերի հետ ենք պատրաստում, հների հետ չենք համագործակցելու։ Ուրեմն ես ասում եմ հինը եւ ներկան, մնացածը ամեն ինչ հնարավոր է քննարկելու, եթե մեր ծրագիրը կընդունեն, որը կընդունվի, այսօր առաջարկ, որը առաջարկ Հայաստանի ծրագիրը, դա ժողովուրդն է գրել, որը մենք դա ասենք ոչ թե
կաբինետում դրած լուրջ դեմքերով գրել են, այլ հանդիպել են ժողովրդի հետ, քննարկել են, խնդիրը, խնդրեմը, դարդու ցավը, որը անեն, որ այս մարդը կարողանա իր կյանքը ապահով դարձնի։ Գրել է, մենք էլ լավ մասնակիցներ կարծել ենք, պետք է դա իրականացնենք, որ Ծառուկյանը այսօր ոչ մի բանի կարիք չունի ժողովուրդ։ Կարա իր մինչև իր թորներն էլ խորը ծերություն վայելեն, ապրեն, բայց այս մարդը մեզ երկում սիրտս ցավում է։ Բա հիմա տեսնում ենք սիրտ ցավացողներ, մի վարքան էլի տեսնում ենք սիրտ ցավացողներ կան, որոնք մտել են ընտրարշավի մեջ եւ արդեն իսկ նրանց նկատմամբ տարբեր այսպես դրվագներ կան քրեակատարողական հիմնարկներում են հայտնում։ Հիմա այս Զատնիի համատեքստում չեք վախենում, որ այո իշխանության էս Բանը ոնց է հասկացել։ Զարուհի, դու Ծառուկյանի մասին լսել ես։ Հարց եմ տալի քեզ, լսել ես։ Ծառուկյանի։ Ծառուկյանը, որ 2020 թվականին հավաքեց խորհրդի նիստ հրավիրեց ու հայտարարեց ժողովուրդ այսօր 4 ամիս է մնացել, որ մենք խնդիրներ ենք ունենալու, զոհեր ենք տալու, Ղարաբաղը հանձնելու ենք։ Միակ առաջինը Ծառուկյանն ասել, ոչ դուք հաշվարակ լրագրողներով, ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ պետությունը։ Հիմա չեք վախենում, ձեզ թիրախավորեն։ Ախ դու անկապ, Զարուհի, անկապ հարց ես տալի։ Վախեցող մարդը գնաց մինչև վերջ ասեց, դատարանից էլ դուր գնաց չեմ գնացել դատարան, գնացել եմ անվտանգության շենքի մոտ, ասեմ դռները բացեք, եկել եմ, եթե ինձ պետք է ձերբակալեք, ես ինչ որ ասեմ, ու ես ասել եմ հունիսին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբերի եղել է պատերազմը, դե տեղակ չես դու։ Պարոն Ծառուկյան, Տեղակ չես խնդրում եմ ասեք, դուք ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանին կոալիցիա ձևավորելու համար ձեր ձայները, եթե անցնեք խորհրդան չեք տա։ Եթե Քոչարյանը լինի եթե Քոչարյանը Տեխնացիոնը վարչապետի, եթե հարցը լինի, որ Քոչարյանը հիմա կբացատրեք ինչու, որովհետև կարելի է հարցից վերջացնել, որովհետև ձեր հարստության, այսպես ասած, ոսկե տարիները հենց Քոչարյանի իշխանության օրոք եղել։ Ձեր թիմում շատ մարդիկ կան, որոնք Քոչարյանի հետ նախորդ դաշինքից են եկել։ Ձեր անունը շատ երկար տարիներ Քոչարյանի հետ են կապել եւ մարտի 1-ից հետո եւ նրա իշխանության հեռանալուց հետո դուք նրա, այսպես ասած, գլխավոր հենարաններից մեկն եք շարունակել համարել։ Ձեր անունը միշտ կապվել է նրա հետ։ Աղջիկյան, դուք եք կապում։ Ասեք, չէ, ներողություն ասեմ, սա ինչն է խնդիրը, հիմա չեք ուզում Քոչարյանի ղեկավարած ժամանակ խնդրում եմ իշխանության դեպքում, այսօրվա իշխանության ինչու նրան չեք։ Քոչարյանի իշխանության ժամանակ հարաբերություն եղել է, երա եղբայր իմ գործընկերն է եղել, բայց երբեք Ծառուկյանը ոչ մի բան ցույց չտվի օգտվելով առիթից կան հարկայինի նախարարներ իրավորոք կարած հարցնես, որ եթե ստուգում ա եղել, որց է մի բան ճիշտ եղել, ես ասեմ կրկնակի վճարենք, հանկարծ ինքը չիմանա։ Ու ինքը այն մարդը չի, որ թույլ տար կամ եսին որց է մի արտոնություն արժանի։ Ծառուկյանը 0-ից սկսած կա ոնց եմ 3000 ռուբլի նվաստակել, ինչ եմ արել, ինչով եմ զբաղվել, որ այդ դարել է 100,000, որը սունկ եմ աճեցրել, 500 քառակուսի, կիլոն 12,000 ռուբլի վաճառել եմ եւ առաջի պարտեզ ստացել եմ 100,000 ռուբլի, անմիջապես բացել եմ 4 ընկանոց, ստացել եմ 400,000, դրանց դրել եմ օղարտադրություն, կալգոտքի արտադրություն, կոշկի արտադրություն, զարգացել եմ, իմ ճակատը բարձա, մաքուր եմ, արդար եմ, կտինքով ստեղծած, որց է մի հարամ բան չունեմ, չեմ արել։ Լավ, հիմա ինչու չեք ուզում նրան ձայն, չէ, ձայն ինքը, ներողություն ասեմ, այսօր լիարժեք ինքը, ինչ որ պետք է Ղարաբաղը ստեղել, արդեն ժողովուրդը տես, իվետայնխի չեմ գրել առաջիկինը, մարդիկ հոգնել են, հարկա նորություն, նորը պետք է լինի, ինչ? խնդրում եմ էլի պարոն Ծառուկյանին